Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան անվճար տեղափոխման վերջին հնարավորությունը մարտի 5-ին է, հայտարարում է Հայաստանի դեսպանությունը։ Մասկատ-Երևան չվերթն իրականացնելու է Fly One-ը։ Դուբայում մնացած հայ զբոսաշրջիկները Մասկատ են հասնելու մեքենայով։ Պարզվում է միայն ցամաքային տրանսֆերն է անվճար։ Քաղաքացիներն ահազանգում են վերջին օրերի եւ առաջիկա չվերթներն իրականացվում են թականժեք տոմսերով։ Աշոտ Համբարձումյանը դեսպանատան էջով մտել է գրանցվել, հասել տոմսի արժեքին եւ անակնկալի եկել 1100-ից $1500։ Ինչ եք անում դուք, հարգելի դեսպանատուն, հարգելի արտգործ նախարարություն։ Դուք ասում եք, առաջարկում եք հարգելի ՀՀ քաղաքացի վճարի $1200-ից $1500 տրանսֆերը անվճար պետության կողմից։ Սա է ժողովրդին օգնելը, ՀՀ քաղաքացին օգնել, այսինքն այս իրավիճակից օգտվելն է, շահույթ ունենալն է կարևոր, թե իրական ՀՀ քաղաքացու մասին մտածելն է կարևոր։ Աշոտն ընտանիքով է Դուբայում, 3 տոմս պետք է գնի, որ հայրենիք հասնի։ Այս պարագայում ՀՀ դեսպանատունը դարել է ավիակասա, որը վաճառում է տոմսեր, ասում է խնդրեմ, եթե ունես տոմսեր, ես քեզ կտեղափոխեմ, եթե չունես տոմսեր, դու մնա Դուբայում, ինչքան ուզում ես մնա, ինչ ուզում ես արա։ Իսկ այստեղ ոչ սնունդով են ապահովում, ոչ հյուրանոցի վճար են վճարում, ոչ մի բան չեն անում։ Ամեն մարդ իր գլխի ճարն է։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր պետության ներկայացուցիչ դեսպանատունը մեր կողքին է, մեր հետ է միասին։ Զբոսաշրջիկներն անհանգիստ են, ասում են Դուբայում իհարկե բուն ռազմական գործողություններ չկան, օդը վերահսկելի է, բայց կրակի մեջ են ֆինանսի պատճառով։ Մի մասը ստիպված է երկարացնել հյուրանոցի ամրագրումը սպասելով չվերթի վերականգնմանը։ Մեր գործընկեր Մարինա Գրեգը Դուբայից պատմում է, որ ընկերներից է իմացել ռազմական գործողությունների մասին։ Հյուրանոցի աշխատակիցներից փորձել է պարզել ինչ է կատարվում։ Ասել են նորություններին մի հետևեք, ամեն բան կարգին է։ Արդեն կեսգիշերին պատշգամբից տեսել է անօդաչուների կարմիր լույսերն ու միացել է հյուրանոցի զգուշացնող ազդանշանը։ Խուճապահար, վախեցած վազելով իջել ենք առաջին հարկ եւ այնտեղ ես աշխատողներին, աշխատակիցներին հարցնում եմ, որտեղ է գտնվում ձեր ապաստարանը։ Ինչին ի պատասխան ինձ ասում են մենք չունենք ապաստարան եւ Դուբայում առհասարակ ոչ միտեղ չունենք ապաստարան, մենք նման իրավիճակի պատրաստ չէինք Դուբայում, ունենք ուղակի ավտոկայանատեղի, որը այս պահին դեռևս չենք բացի, քանի որ անհրաժեշտություն չկա, եթե կլինի անհրաժեշտություն ձեզ կտեղափոխեն։ Շատերն են հիմա անորոշության մեջ, չգիտեն որն է ճիշտ, Օման հասնելը միայն հարցի լուծում չէ։ Հայերը բաժանվել են երկու խմբի, մի մասը խուճապահար գնում է Օման, անցնում է Օմանի տարածքով, որպեսզի գա Հայաստան ու այստեղ արդեն կապ չունի ինքնաթիռի տոմսի արժեքը, որովհետև բավականին թանկ է, մյուս մասն էլ ասում է, որ ավելի լավ է մնա այստեղ գոնե այստեղ ապահով է, քան հասնի Օման եւ քանի որ տարածաշրջանում ընդհանուր անհանգստություն կա, չգիտենք այնտեղ ինչ կլինի։ Իսկ արտգործնախարարության վերջին տեղեկությունն այն մասին է, որ Մերձավոր Արևելքի երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, քննարկում են հնարավոր թռիչքների տարբերակներ մի շարք ավիաընկերությունների հետ։ Էմիրություններում նաև 92 հայ ուսանող կա։ Նախարարությունը վստահեցնում է, որ օպերատիվ կապի մեջ են նաև նրանց հետ։ Ինեսա Սուքասյան, Էպիկենտրոն։